Դրա համար դիվանագիտություն կա, միջազգային հարաբերություններ կան, հասկանում եք, հակամարտության համար պետք է լինի հիմնավորում եւ պատճառ։ Բա մենք ինչ ենք ասում, որ մեր ռազմավարությունները պետք է հիմնված լինեն լեգիտիմության վրա, որովհետեւ մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների լեգիտիմ մեր իրավունքները պաշտպանելը դա մեր պետական իրավունքն է եւ մեր տարածքային ամբողջականությունը, մեր անվտանգությունը, բայց մենք հիմա նախընտրական ծրագիրը մեր կհրապարակենք առաջիկանում, որտեղ մանրամասն նկարագրված է անվտանգության մասին մեր պատկերացումները եւ անվտանգության մասին մեր պատկերացումները հենված է լեգիտիմության, փոխկապակցվածության, կանխատեսելիության եւ իհարկե զինված ուժներն էլ ենք մենք զարգացնում, բայց մենք զինված ուժերը համարում ենք անվտանգության ռեզերվ, ոչ թե անվտանգության առաջին օղակ։ Դրա մասին բազմիցս խոսում։ Հարգելի պարոն վարչապետ, եւս այսպեսի մի հարց։ Ի պաշտպան եք, դուք ասում եք պետք է ունենանք լեգիտիմ հիմքեր։ Մենք ունենք, ես չեմ ասում։ Ովքեր մեր լեգիտիմ հիմք է, սա մեր անվտանգությունը, ճիշտ է, առաջնահերթություն։ Մեր դիվանագիտությունը, մեր դիվանագիտությունը, խողովակներով աշխատանքներ տալու։ Մեր անվտանգային համակարգով է աշխատում։ Խնդրում եմ ներկայացնել։ Մենք ոչ թե պետք է ունենանք, այլ ունենք միջազգայինորեն ճանաչված տարածք, մենք մեր բոլոր բավականին։ Սկսած մենք ունեցել ենք մեր տարածքները, սկսած Արցախով, ոչ, դուք որպես հայ, ես հասկանում, որպես հայ եւ վարչապետ, դուք ընդունում եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։ Սահակյան ջան, հայկական տարածքի մասին խոսք չի, ես Հարց եմ տալիս, ի պաշտոն եմ հարց տալիս, ձեր փոխարենով է լինել, կարող ենք նմանատիպ հարցեր։ Մի րոպե սպասեք, ուրեմն, թող, այո, լսում եմ ձեզ։ Ես ասել եմ, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Ես Սահակյան, մի րոպե հարց եմ տալիս։ Ընկեր Սահակյան, մինատենք կոմկը։ Բարով ես եկել, հազար Այնքան հանրությանը պետք է հստակեցնել, որ ժողովուրդը ուրեմն մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է անկախ Հայաստանի տարածքը Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքն է, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը խորհրդային սոցիալիստական Ադրբեջանի տարածքն է եւ հետեւաբար, քանի որ խորհրդային միության ժամանակ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի տարածքում, մենք ճանաչել ենք Ղարաբաղը որպես Հայաստանի Հանրապետությունը խորհրդային ժամանակահատվածում այլ քարտեզներ ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե երբ ճանաչվել է անկախ պետություն, սուտ չի կարող լինել։ Չէ՞ որ ձեր հարցին պատասխանեցի։ Մենք ունեցել ենք 94 թվականին հստակ միակ քարտեզ։ Արցախը նույնպես ներգրաված է Հայաստանի Հանրապետության որպես տարածք։ Քարտեզները հիմա չեն կարող։ Սա ես չեմ համարում հիմնական քարտեզ։ Դուք չեք համարում, դա ձեր խնդիրն է, մենք համարում։ Մի հարց եւս մեկամ եւ կարողանեք եւ գնացել։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի նախագահ եւ վարչապետ, ճիշտ է։ Եվ նաեւ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության ամենայն հայոց կաթողիկոս։ Դու գերագնահատում եք կամ գերադասում եք ամենաբարձրը գերագնահատում է կաթողիկոս անունը վարչապետ կամ չի կարա տես բանալնի Հայաստանի մի րոպե սպասեք մենք ղեկավարում ենք 3 միլիոն այդ ամենայն հայոց կաթողիկոսը արի մի տանց ես կոմ հայոց կաթողիկոսը լսեք Հայաստանի Հանրապետությունում համադրություն կա այդպիսի օրենք լսեք որ կարող ենք կարգել չէ որ նա նախարար չի որ կարողանանք Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոս կլինի, չի կարա Հայաստանի Հանրապետության դեմ գործի։ Չի կարող գործել, այո, չի կարող գործել։ Ուրեմն Հայաստանի, լսի մի րոպե, լսի ինչ եմ ասում։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարա արել։ Ոչ մի բան։ Իսկ միջև գոյություն չեք ունեցել որպես պետություն չեք ունեցել։ Ուրեմն եկեղեցի, մի րոպե, ու կաթողիկոս չկա։
Կտրիչ ներսիսանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկ կոմոկա հայ ազգի կարող է ձեզ համար չլինի։ Դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Լսեք, Եվ բոլորն են լսեք, ես դուք կարող ներկայացնեք միայն ձեզ։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Ես Հանրապետությունը։ հարգում եմ որպես վարչապետ։ Տեսեք, ասում եմ, ես դուք բոլորս պետք է հարգենք մեր կաթողիկոսը։ լսեք, վերջին բառը։ Դուք մի րոպե, որպես վարչապետ, եղեք հայկան լեգիտիմ, որ կարողանանք հարգել մեր կաթողիկոսը։ դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը։ Հայ ժողովուրդ ներկայացնում է կաթողիկոսը որպես ամենայն 100 հազարավոր հայ ժողովուրդ ես եմ 100 հազարավոր հայ ժողովրդի ներկայացուցիչը, որտեղ իրանք քվեարկել են Տեսեք